Բարև ձեզ։ Այսօր կխոսենք մասնագիտական կողմնորոշման մասին եւ ես կփորձեմ մեր աղջիկներին եւ տղաներին, ինչպես նաեւ նրանց ծնողներին համոզել, որպեսզի նրանք որոշում ընդունեն եւ դառնան զինվորական։ Գիտեք, որ վերջին տարիներին կառավարությունը էական ջանքեր է գործադրել, որպեսզի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հնարավորությունները մեծանան եւ ավելի շատ տղաներ ու աղջիկներ որոշում ընդունեն դառնալ զինվորական։ Նպատակն է համալրել բանակի շարքերը բանիմաց սպաներով եւ իհարկե ավելացնել թվաքանակը, մրցակցությունը եւ մասնագիտության մրցունակությունը։ Այս շաբաթվա ընթացքում ազգային ժողովում ընդունվեց եւս մի օրենք, որը հնարավորություն է տալիս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտող մեր կուրսանտներին միանգամից համարվել ատեստավորված եւ այլևս ստանալ ավելի բարձր աշխատավարձ, քանի որ դրանք գումարվի նաեւ ատեստավորման գումարը։ Եվ ըստ այդմ գերազանց առաջադիմությամբ սպան կարող է վաստակել 620,000-ից մինչև 750,000 դրամ աշխատավարձ նշանակման օրվանից սկսած, այսինքն 40-ամյա կրթություն ստանալուց հետո դուք կարող եք վաստակել էական բարձր աշխատավարձ եւ իմ նախորդ հոլովակներում ես խոսել եմ նաեւ դրա մասին, որ մենք ապահովել ենք, որ արդեն 26 թվականից սպաները ավարտելուն պես ստանան նաեւ բնակարան։ Դա կարժենա մոտավորապես այսօրվա գներով 35 միլիոն դրամ, կարող եք գնել Երևան քաղաքում, հանրապետության այլ հատվածում եւ ըստ այդմ առաջարկս հետեւյալն է. դարձեք զինվորական, ստացեք բնակարան, որը կարժենա 35 միլիոն դրամ եւ վաստակեք աշխատավարձ 620,000-ից մինչեւ 750,000 դրամ։ Կարծում եմ չկա այսօր Հայաստանում այլ մասնագիտություն, որը կարող է ձեզ ընձեռել նման հնարավորություն։ Շնորհակալ եմ։